Բարև ձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Լիբանանի հայոց թեմի եկեղեցիներու պատմությունն ու այսօրվան գործունեությունը ներկայացնելու նպատակով թեմի դեղեկատվական բաժանմունքի նախաձեռնությամբ ընթաց կառնե Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները 3 եւ այսօր հաղորդաշարը գործակցությամբ վանացայինին։ Յուրաքանչյուր հայդակրի ընթացքին պիտի ներկայացնենք եկեղեցիներուն պատմությունը, գառույցը, կարևորությունը եւ աշխատանքները։ Հայդակիրը վանացայինեն պիտի սփռվի շաբաթական դրությամբ շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն կցուցադրվի ասկային առաջնորդարանի եւ վանացայինի թիմադեդրի էջերեն։ Հաղորդաշարը կսկսենք նոր Ադանայի Սուրբ Աստվածածին եկեղեցիեն։ Իշադակ Ադանայի համանուն եկեղեցին 1929-ին հիմնադրվեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Խորեն կաթողիկոսի եւ ասկային գազբագերբություններու ջիկերուն շնորհիվ Սուրբ Աստվածածին եկեղեցին հետակային ունեցավ իր փառավոր գոտողանման գառույցը։ Հին եկեղեցվո գալվազին հավելումի ընթացքը շարունակվեցավ իրարու հաջորդող տաղականության չանկերու շնորհիվ, մինչև որ 455 մետր տարածություն ունեցող ազգաբատական գալվազը հասավ 1280 մետր քառակուսի մակերեսին։ Գալվազի այս ընթերցակման հիշադակելի հանգրվանները մեկը հանդիսացավ Եղիա Մեկիկյանի դանմը նվիրատվությունը։ Հետակային այդ տունեն կոյացող 10,000 լիբանանյան ոսկիով ապահովվեցավ հարավային մուտքի ցախ կողմի գալվազը իր երկու սենյակներով, որոնց մե առաջինը դարձավ թաղականության ժողովատեղին եւ ամբողջացավ Աբկարյան վարժարանին երկրորդ հարգը։ Հողի հավելման վերջին փորձը իրականացավ եկեղեցին շինելու Պարերար Բողոս Նաջարյանի խոստումով։ 9 սեպտեմբեր 1964-ին դեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցվո հիմնարկեքի արարողությունը նախագահությամբ թեմի առաջնորդ գերաշնորհ Դեր Դաջատ arczepiskopos Ուրֆալյանի եւ բարերարությամբ Դեր Եվդիգին Բողոս Նաջարյանի։ Եկեղեցվո ջարդարաբետներ Քևորգ Էմյան 1987-ին ամենայն հայոց վախճանյալ կաթողիկոս Վասկեն Արաչին Լիբանան ուղարկեց Սուրբ Հռիփսիմեի մասունքներեն մասմը, որ 1993-ին ամփոփվեցավ Դեր Եվդիգին Հովսեփ եւ Ժորժետ Կալաջյաններու բարերարությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմյանց մադրամ մեջ։ Եկեղեցվո առաջնորդական աթորին բարերարությունը կատարեց Դեր Եվդիգին Ժակ Գյուվլեկջյան, Զանգագադան Դեր Եվդիգին Վահան Բուլղուրջյան, իսկ մգրդության ավազանին Ադանայի հայրենակցական միությունը։ Մեր առաջին զրուցակիցն է Սուրբ Աստվածածին եկեղեցվո հոգևոր հովիվ արժանաշնորհ Դեր Սուրեն Քահանա Արսլանյան։ Առաջին հերթին պիտի խնդրեմ, որ ներկայացնեք հայ եկեղեցվո կարևորությունը մեր ընկերության մեջ։ Շատ լավ բարի եկացեք։ Ուրեմն ինչպես որ գիտենք 301 թվականին, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրաբեդը եւ դատակավորը քրիստոնեությունը հռչակեցին որպես pedagogan գրոնք եւ մինչեւ մեր այսօրերը հայ եկեղեցին կմնա այն բարձր փերթը եւ ամրոցը, որուն խնգապույր կմպետին դակ եւ գամարներուն դակ հավաքված է եւ միավորված է իր հավատացյալ ժողովուրդը։ Անոր համար է որ կարևոր է հայ եկեղեցին մնագայուն եւ իր ժողովուրդը իր հավատացյալները իրեն հետ ներփակված կպարապանեն Աստված եւ կդիմադրեն ամեն տեսակի դժվարություններ։ Շատ լավ, ինչպես կարժևորեք Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ ձեր գործունեությունը։ Ուրեմն խոնարհաբար ես որպես հոգևոր հովիվ Սուրբ Աստվածածին եկեղեցվո դեպաբար մեր ծառայության մեջ նպատակ կառնենք վերագենտանացնել հայ հավատքը յուրաքանչյուր հայորդի մոտ, մանավանդ նոր սերունդին մոտ, որոնք պիտի դառնան մեր ավագ ղեկավարները։ Հետևաբար մեր քարոզություններուն եւ դաստիարակչական քարոզախոսություններուն մեջ միշտ ճեշտը գտնենք բահելով մեր ասկային եւ եկեղեցական արժեքները եւ անոնք վերագենտանացնենք յուրաքանչյուրին սրդին մեջ։ Սուրբ Աստվածածնի դոնը ինչ կարևորություն ունի եկեղեցվո համար։ Ուրեմն մենք գիտենք թե նոյեմբեր 21-ին Սուրբ Կույս Մարիամը ընձայվեցավ տաճար։ Հետևաբար անոր ամենամոդիկ կիրագին եկեղեցիս կդոնե իր անվանագոչության դոնը,
Ուրեմն այս տոնագադարության արդիվ մենք նախ կգադարենք աղոթնեք, որ մեր ոչխարներու զենում եւ կսկսին հարիսայի պատրաստության, իսկ հաջորդ օրը Թեմիս Պարեչյան առաջնորդ Կերաշնորհ Դերշայի Սրբազան arczepiskopos Պանոսյանի բարձր հովանավորությամբ եւ ցերամբ կգադարվի մադաղորդներ եւ կփաշխվի մեր ժողովրդին։ Ինչպես որ Մեծիդան Անգելիկ Գյորգաթորիկոս նորին սուրբ օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդը այս տարի հրճագած էր ավանդություններու վերագենտանացման դարի, մենք եւս բահելով մեր ավանդությունները կգադարենք այս մեկը, քանի որ ավանդությունները մեր մշակույթն է, մեր գրոնքն է, մեր ազգային արժեքներն է, այս ծևիդակ կուզենք, որ միշտ մեր հավատացյալ ժողովուրդը եկեղեցու մոտ պահել եւ մեր ծառայությունները իրենց փոխանցել։ Շնորհակալություն ձեր վարձ կգադար։ Բարի եկած եք, մեծի շատ։ Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբ Աստվածածին եկեղեցվո տաղականության ադենաբեդ բարոն Հակոբ Դոնիգյան։ Բարև բարոն Հակոբ։ Հաջեցեք հագիր գերվով ներկայացնել եկեղեցվո մասին անցյալ են ձեր հուշերը կամ թրվակները։ Այո, առաջին հերթին ես շնորհակալություն կհայտնեմ ազգային առաջնորդարանի եւ Վանաց ցանի որ ցերնարը գազմագերբած է այսպեսով մենք ավելի մեր եկեղեցին մոդեն զանոթացնենք մեր հանրության։ Ուրեմն թրվակներ շատ կան, հիմա բիլուզեմ սկսել ասին իմ Եվ թաղականության ազնաբեդը նոր դակավին շարունակել շատ ասին սարյավակություննել որ ասենք նեված է ընձայում ասվածի դոններ սրբազան նստած էր թուրս ելան սա որ հագոբս ամիջուն նեղված գստեմ որ սրբազան այրսի հոստե պամմեգ նախանցելի բոլոր եկեղեցիներ անվանագործություն ունի եւ մատաղ դոնեն մենք չունենք սա սովորություն չեմ դեցած ես ասի եկեղեցի մեջ քանի տարի է սրբազան սոր բակովը սանտիվիր նա տարին անցավ մի քանի փայրարներ քեզ ծանոթացնեմ Այդ երկու գործի շարունակես իսկապես կացի մի քանի օր հերացանեց հիմա մնացավ սկսի այցել իրեն ծանոթացի եւ այլն այդ միսով ան ծանոթություն առաջացավ եւ մինչեւ այսօրս ասին շատ շուտ կերտանգած փայրարներուն ամենասով գնտարաշեն եւ մեզի օկտար գլան օրինակ մաս մադաղի աշխատանքին Տաղական խորհուրդները եկեղեցիներու վարչական աշխատանքները համագարկողներն են Դուք իբր ասածին եկեղեցվո տաղականություն ինչ աշխատանքներ կդանիք Մենք եկեղեցու վարչական գործերը կդանենք, որովհետև նկատի ունենալ, որ քահանան գցեն որ քահանան միան հոգևոր բաժին են կստանցնեն, մնացած վարչական գործերը մենք կդարենք եկեղեցու, ասիկան բայձարության, եկեղեցու նյութական ապահովելու, որ այս օրերուն եկեղեցին կանգուն մնա, որովհետև գիտեք բոլորս գիտենք, որ դնդերցական պայմանները ման այսօրին քիչ ծանր են, դժվար են, մենք կփորձենք լավագույնը անել Միան մատանեջ այլ արիտներով այցելենք բայրարներու եւ որ գսենք որ ասիկն բյուջեն խախտած է փորձենք ասին եկեղեցին նյութական ապահովել ինչպես նաեւ հայեցի դաստիարակություն ուզենք կանային այդ օրինակ դուները այցել դեսներ մարդոց վիճակը ուրիշ ասինքն Թբրաստացի կորզնույթան գսկենք դիգնացին գսկենք իդ տիպտարսացը բետ կունենա նյութականի կամ որ մենք պատրաստենք օկտագարտանով, նյութականով, պարոյականով դիգնացին, գիրակնորյա վարժարանին դեր գտարնանք, ընտարվես մեր ասկորդած է, գիրագորեր ամեն գիրագի կրետեն ներգա ենք բոլոր, սա եմ մեր բարդականություն գադար ենք եկեցեն, ասին, կավիտեն սեն ներս սալ։ Շնորհակալ ենք բարոնագով հաջողություն ձեր աշխատանքներուն։ Այժմ մեզ հետ է Տբրաց Ստասի վարչության ադենաբեդ բարոն Ալեքսան Աշճյան, բարև բարոն Ալեքսան։ Ուրեմն այսօրվա պայմաններում մեջ Ինչպես կարելի է ժողովուրդ եկեղեցի գաբ ամրացնել այս բարակային որ դուք որ Տբրաց Ստասի ադենաբեդն եք Տբրաց Ստաս եկեղեցի այս իմաստով եթե խոսենք Տբրաց Ստասը այս իմաստով հիմա եթե առնեմ ասխարը թե Տբրաց Ստասին թերը ինչ է որպես ժողովուրդ եկեղեցի մոդեցնեմ Տբրաց Ստասին թերը էական է այն իմաստով որ եթե Տբրաց Ստասը եկեղեցի երկ է միապ ասանք լավ մտնոլորտ ստեղծի հոգևոր մտնոլորտ եկեղեցի մեջ իրենց կեցվածքով եւ իրենց երաշտական բարբերությամբ գնան ժողովուրդը որ կա հաջուկարն է եւ սիրե եկեղեցի այսինքն այս իմաստով օրնագամար Հովանես ոսպեկ Փերան գսե Սուրբ Հովանես մեծ Սուրբը Տբրաց Ստասը գսե թերը ժողովուրդը իմի միացնելն է այն իմաստով որ ինքը գարաշնորհտի ժողովրդին որովհետեւ ժողովուրդն ալ իրեն հետևելով գարենա
աստծո պետք եղած başlamքը մատուցանել եւ սուբսերանեն օրհնությունը առնել այս իմաստով կարևոր տեր ունի Տբրաստասը ժողովրդին մատուցանելու Տբրաստասը ժողովրդին գարաշնորթե որ հոգեվոր դվյալով հոգեվոր դվյալներ հոգեվոր քիդելիկներ օրվա դոնին խորհուրդը խանցելու ժողովրդին որովհետև մենք գիտենք ներկա մանավ աշխարհականներ մանավ ներկայիս առաջունե ավելի քրիտի ժամանակ չկա ոևէ հոգեվոր բաներով սպայելու կիկարտալու մդի գնելու բան այն իմաստով Եկեղեցին Տբրաստասը եթե չեմ սխալի մեծ parcերն է Սուրբ Հայրերեն մեծ parcերը գսե եկեղեցին ինչ ըրած է եկեղեցու վարդապետությունը արած է գսե աղոթքներ շնած է եւ այդ աղոթքները քանդի կոտրած է այսպես շաքարով բադած է երաշտության որովհետեւ ժողովուրդը երաշտությունն հաջիկ այդներով մդիգնե օրվա խորհուրդը եւ այդ իմաստով Տբրաստասը շատ մեծ օգտագործություն ունի ժողովուրդը դեպի օրվա խորհրդին է աղոթքի եւ մտնոլորտ ստեղծելու համար օրինակ համար սուկնեսը շնորհալին ալգեսե գսե թող որ անոր գսե ասված կուզե պարապանել գսե թող գսե ոչ միայն իր լեզվով այլև իր սրդեն թողել է աղոթքը այսինքն այս իմաստով ես կուզեմ մեջբերել շատ մեծ հարգավակներ տբիրներ եկած են հոս կամ ուրիշ եկեղեցիներ Տբրաստասին միացերում միացած են եւ հոնգե ելած քահանաներ վարդապետներ եւ կաթողիկոսներ ելած են շատ մեծ կաթողիկոսներ կամ եպիսկոպոսներ պիտի լսեք ես փոքր եկեսե Տբրաստասի առաջնորդվեցա հոնդերեն սիրեցի եկեղեցին եւ ահավասիկ առաջնորդին Այժմ պիտի խոսենք եկեղեցվո գերակնորյա վարժարանի վարիչ Դիգին Սիլվա Իբրաջյանի հետ Բարև Գիտենք, որ մանուկներու դաստիարակությունը գսկսի փոքր հասակեն եւ մեր գերակնորյա վարժարանները հայ մանուկին, հոգին եւ մտքի մեջ աստվածաշունչի նկատմամբ սեր արտնցնելու աշխատանք կդանին Խոսենք Սուրբ Աստվածածին եկեղեցվո գերակնորյա վարժարանի գործունեության մասին Շատ լավ, բարի եկած նախ ուրեմն 1929-ին երբ գերակնորյա դրբոսներուն հիմը տրվեցավ մեր վեհապար զույգ վեհապար գաթողիկոսներու հովանավորությամբ շարունակվեցավ որ մենք 10 տարի հետ 1939-ին հիմը տրվեցավ Լիբանան թեմի գերակնորյա դրբոսներուն 1941-ին Սուրբ Աստվածին եկեղեցու թիթեղիա ասենք եկեղեցու օրգից տրվեցավ Սուրբ Աստվածին եկեղեցու գերակնորյա դրբոսի հիմը որում միջև օրս գծարայե այսինքն մեր այսօրվա գերակնորյան ունի մոտավոր 85 տարեկան է դարիներ շարունակ եկած են դեսուշներ, անցած են մանուկներ ոստեղ ստացած են քրիստոնեական շունչը ոգին մեծած են աստվածաշնչային հոգիով Գիրակնորյային կորձունեությունը շատ լավ գիտենք որ հոս է որ միան հայմանուգին սրդեն ներս գտրվի հունդերը այն հավատքին որ եւ որ բզդիկները մեծնան պետք բյուդեն անիգայր ինձ բերե վահան գյանքի դժվարություններուն թեմ հոս պետք է այն պայման գկաչալերեմ եւ գգրանադեմ այն ծնողքը որոնք առանց վարանելու իրենց մանուկները գարաշնորթեն թեպի գիրակնորյա դբրոց Քանի աշակերտ ունիք եւ դարիքային սահմանումը ինչպես է բաժանմունքը Այո այս տարի բարեբախտաբար մեր գերակնորյային աշակերտության թիվը բավական աճ արավ ուրեմն մենք ունենք այսօր 54 աշակերտներ արձանագրված ուրեմն դարիքային փերումով մենք ունենք մանգաբարդեզեն մինչեւ Փարսակույն դասարանի աշակերտներ մենք կառնենք ինչու ունենք մենք լսարանային բաժինը նախ բոլորս մեկտեղ գահավաքվենք հոնդեր գսորվենք ամսվա շարագանը մենք շատ լավ գիտենք որ ամեն ամիս մեր եկեղեցին շարագաններ ունի ամսվա շարագանը որ մենք հետ մենք գսորվենք հոնդերը ոսկեղեն համարներ սամոսներ աղոտներ եւ օրվա աբեդարանի բացատրությունը անգեց է դասարանային բաժանումները գլա մանգաբարդեզը իր գարկին գբաժնվի մեկ կոմգերտա նախագահատարային աշակերտները մեկտեղ գլան իսկ Փարսակույն դասարանի աշակերտները հոնիրենք դարբեր դասերագություն գստանան բարձաբես այդ բանով որ մենք կբադրաստենք աբակա սերունդին իբրև օկնագաններ եւ ուսուցիչներ գիրակնորյային այսպեսով բզիկները շատ ուրախ գուքան ամեն գիրագի գստանան at հայեցի դասերակցական գրթությունը աստվածաշունչի խոսքերով եւ մեր կովեն գեհրանան այսպես աբահով զինված որտեվ մեր բարդականությունն է մեր բզիկներուն սորվեցնել
հոս գիրակնորեն սիրել, ներել, նամանավանդ աղոթել։ Ուրեմն ամեն գիրագի մեր գիրակնորեն թռները բաց է, գիրագի օրերը ժամը 11:01 գիրակնորյա դպրոցը այն գամուրջն է, որ մեր հայ մանուկները գարաշնորհ դեպի Հայաստանյաց Արաքելական եկեղեցի։ Ուրեմն մենք եթե գուզենք Աբակային մեր եկեղեցիները լեցուն ըլլա մեր հավատացյալներով, պետք է մեր մանուկները այսօրվանե իսկ առանց վարանելու առաջնորդենք թե իրենց գիրակնորյա վարժարան։ Շնորհակալություն, հաջողություն ձեր աշխատանքներուն։ Շնորհակալ եմ ցեզի համար, բարի եկացիք դուք։ Մեր հաջորդ զրուցակիցն է եկեղեցվո տպրաբեդ բարոն Գարո Կելեշյան։ Ուրեմն առաջին հերթին խոսենք տպրած տասի աշխատանքներու մասին, շաբաթական դրությամբ եթե փորձեր գնեք։ Բարև ձեզ, ինչպես եք, շատ ուրախ եմ, որ ձեզի ինձ ներկայացնեք այս մեկը։ Ուրեմն խոսիմ շաբաթական դրությամբ մենք չենք ներփորձել, ամիսը 2 անգամ գնենք, որովհետև իմ դպրաստասս որոշ չափով գազմագերբված դպրաստաս է եւ շատ այսինքն հետամուտ են այդ գործին եւ ինձի ինչ որ ցուցմունքներ կտամ իրենք գարտարացնեն այդ ցուցմունքները երկեցոտյան իմաստով, բազմացայնության իմաստով։ Ամիսը 2 անգամ գնենք փորձերը, որակավոր փորձեր գնենք Նամանավանդ ես կաշխատիմ ցայնի որակավորման մասին, ոչ թե միայն երկելու, այսինքն ցայնի որակը ինչպես բահել, որբեսի ցայնը, այսինքն գսեն ցայնը իջավ, ցայնը բարձրացավ, այդ դատուկներու մեջ չմտնենք, անոնց վրա շատ կաշխատիմ։ Առ բարձրացյալ Աստված գաղութենք մենք, ոչ թե գերքենք ավելի ճիշտը, եւ միշտ ցայներինից պետք է բարձր բահենք, որ երգինք փոխադրենք այդ ցայնի, այդ որակը, այսինքն դատանումները ցայնին։ Շատ լավ, իսկ խոսենք երդասարտներու մասնակցության կարևորության մասին, որքանով կարևոր կնկատեք երդասարտներու մասնակցությունը տպրած տասի մեջ։ Հիմա ներկայիս ես տպրած տասի երդասարտ ուժեր բավական են, Գիրակնորյան շատ աշխատանք կտանի որ այդ երդասարտ ուժերը ապահովենք, կարենանք մենք որակավորել ավելի եկեղեցվո ներուժը, ունենք տարիքի բարձր դարբերություններ ունիմ սարգավատներ 70 տարեկան եւ քիչ մվեր ունիմ բզիկ տբիրներ օրինակ 7-8 տարեկան որոնք մոմ կբռնեն կշոց կնեն մեծ է դարբերությունը բայց կփորձեն այդ մեծերը որպես իրենց փորձառությունով ուղեկից դառնալ այդ բզիկներուն եւ ճիշտ հունին մեջ մտնենք։ Ճիշտ է, որովհետև Աբակայի իրենք ալտպրած 10-ի անդամներ պետլան։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձկը գադար։ Շնորհակալ եմ։ Մեր զրուցակիցն է Սուրբ Աստվածածին եկեղեցվո Դիգնաց անձնախումբի անդամ Դիգին Դիանա Սայեր, բարև ձեզ։ Գիտենք, որ եկեղեցվո մեջ իրենց կարևոր բաժինը ունին հավատացյալ դիգինները, որոնք մաս կգազմեն Դիգնաց անձնախումբին։ Այս գծով ձեր եկեղեցվո Դիգնաց անձնախումբին թերը եւ բարդականությունը ինչ է։ Բարև, Դիգնաց անձնախումբին բարդականությունն է, հիմնական բարդականությունն է գործել եկեղեցվո վայծառության եւ մակրության աշխատանքներուն, ինչպես նաեւ ներկա գտնվին եկեղեցի հետևիլ պատարագին գիրագի օրերը եւ միևնույն ադեմ մաս բաժնել ժողովրդին անոր լաչանք չունի հաղորդության ընթացքին հսկեն, որ դիգինները հաղորդությունը ստացած ադենին գլուխնին կոց պահեն։ Եկեղեցի ներկա գտնվին իրենց գործերը պատրաստելով, գիրագի օրվա պատրաստություն տեսնելով, շաբաթ մատաղները դուպերուն գլեցնեն, միշտ այսինքն տաղանչան գողքին գեցած են։ Եվ ինչպես նաև գազմագերբել ցերնարկներ, օրինակ միջինքի արիտով իշտահ եկեղեցվո բայձարության եւ վերելքին։ Շնորհակալություն, հաջողություն ձեր աշխատանքներուն։ Նմանապես ցեզի, մերսի ցեզի աշատ։ Մեզի հետ է Սուրբ Աստվածածին եկեղեցվո տաղանության անդամ բարոն Հարութ Քույումջան, որ պիտի խոսի եկեղեցվո աղքատախնամի մասին։ Առաջին հերթին հարցնեմ, թե որքան կարևոր է դարեցներու հոգատարությունը։ Լիբանանի ներկա պայմաններում մեջ գիտենք, որ մեր դարեց ժողովրդի դարեց անդամները շատ դժվարություններ ունեն, մանավանդ անոր անդեր են իրենց նավյողջիգը, անոր համար մեր եկեղեցին ընդհանրապես իր շրջանի աղքատներուն, այսինքն դարեց անգարող անդամներուն գրծածին չափ իր կարողության չափ օժանդակություն կցուցաբերը։
Լավ աղքատախնամի քանի բարականեր ունիք եւ ինչ աշխատանք կդանիք իրենց օգտակար դառնալու համար։ Հիմա ներկայիս մենք ունենք 20 բարականեր, որոնք գուստուկվին մեր կանահոր գոմե, մեր կանաներուն գոմե բարակաները եւ գփոխանցվին եկեղեցին։ Տաղականությունը ինքը որ գողովանավորը աս աշխատանքը իրենց ամեն ամիս նյութական հատկացումներ գնե, ինչպես նաև ունենք աղքատախնամի բնակը, որ գահավակվի ամեն գիրագի, ունենք նաև մնամին պարերարմը, որ ամեն ամիս կոժանտակ է մեզի, այս բոլորը գահավակենք և կդարամատրենք իրենց ամեն ամիս, ինչպես նաև դոնական օրերուն հավելյալ կումարներ, պարերարներու գողմ է, և մեր գողմ է ձրարներ կպադրաստվի և թարցել կպաժնվի։ Այսինքն ժողովուրդը ասենք կմասնակցի իրենց մեր աշխատանքին գոժանտակ է և գրծածնից չապ կպորցեն գոժանտակ լալ այս անդամներուն։ Շնորհակալություն ձեր վարձ կգադար։ Սիրելիներ, Սուրբ Աստվածածին եկեղեցի են ցեզեհդեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Ցարցալ գահանտիբինք հարաճիգա շաբաթ գեսորե առաջ ժամը 10-ին։ Ցտեսություն։